Առաջինը, բայց ոչ վերջինը Լիահույսեն առաջ Արցախ երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները, հաշվի առնելով այն, որ կազմակերպությունը դեռ սեպտեմբերին է տոնելու հիմնադրման առաջին տարեդարձը, երիտասարդները սա ավելի շատ որպես մեկնարկ են ընդունում, հետագայում էլ ավելի հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ Մեր գերխնդիրն է, որպեսզի հայ երիտասարդների մեջ սերմանելով հայրենասիրություն, տարաբնույթ միջոցառումների միջոցով սերմանենք հայրենասիրություն եւ հիմքում դնենք հենց ընկերասիրությունը, որպեսզի հետագայում էլ մեր հայ երիտասարդները փորձենք ընկերական հիմքի վրա շփվենք եւ զարգացնենք մեր հետագա ծրագրերն ու անելիքները։ Մենք ուժեղ ենք միասին խորագրով ճամբարին մասնակցել է 45 երիտասարդ Արցախից, Հայաստանից ու Սփյուռքից։ Վերջին օրը ճամբարականներին են հյուրընկալվել Տողի արվեստի դպրոցի սաները։ 7 օրվա ընթացքում ճամբարի դռները բաց էին նաեւ ծմակահողցի երեխաների ու երիտասարդների համար, ովքեր մասնակցել են այստեղ անցկացված տարբեր միջոցառումների։ Ծրագրի իրականացմանը նպաստել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից։ Ուրույն ներդրում ունի մեր հարգարժան պարոն Էդուարդ Վերդյանը, նշեմ, որ ճամբարի կայացման գործընթացը անգնահատելի իր ներդրումը ունի ծմակահող համայնքի ղեկավարությունը, նաև շատ շնորհակալ ենք ծմակահող համայնքի բնակչությանը, որոնք որ իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում ճամբարի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար եւ ուզում եմ մեր շնորհակալությունը հայտնել սպորտային զբոսաշրջությանը, որոնք որ տրամադրել են մեզ վրաններ։ Սիրիահայ Թալար Քեշիշյանն Արցախում առաջին անգամ է ռազմահայրենասիրական գաղափարախոսության վրանային ճամբարին ուրախությամբ է մասնակցել։ Հուսով է, որ Արցախից սիրիահայ երիտասարդները հաճախակի նմանատիպ հրավերներ կստանան, իսկ ինքը Արցախից ստանում է հիշողությունների ու տպավորությունների մի մեծ բաժին։ Շատ լավներ, մեզ շատ հարգեցին, ամեն բան շատ լավ էր։ Բանի մը պետքություն չունեցանք եւ շատ ուրախ ենք եւ գուզեինք, որ նորեն հանդիպենք, ավելի երկար դեպի։ Հուսամ նորեն ճամբարներ կդարենք միասին եւ ավելի լավ գանցնի։ Հիշադակներ ավելի շատ, ինչպես որ մենք անցուցենք միասին, լավ օրեր, մակլցանքներ, շատ լավ բաներ, ուրախություններ, որ մեր դպավորության միտքի մեջ կմնա։ Հարուստ տպավորություններ ու հիշողություններ ունի նաև Անիսա Ռոխանյանը։ Մի խումբ երիտասարդների թվում Հայաստանի Հանրապետությունից է ժամանել։ Համոզված է, ճամբարը նաև Արցախ-Հայաստան երիտասարդական կապի ամրությանն է նպաստել։ Ամեն ինչ հոյակապ էր կազմակերպված, մենք այստեղ անցկացրինք 7 անմոռաց հրաշալի օրեր, հագեցած արշավներով, սպորտային տարբեր միջոցառումներով, արշավներից ամենահիշարժանը երևի թե իսկապես ամենահիշարժանը Կաչաղակաբերդի բարձունքը հաղթահարելն էր միասնական ուժերով։ Իսկ այսպիսի միջոցառումները ընդհանրապես կարծում եմ շատ կարևոր են թե Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության, Երևանի եւ Ստեփանակերտի երիտասարդների համար։ 7 օրվա ընթացքում ճամբարականները մասնակցել են մի շարք մարզամշակութային միջոցառումների։ Առաջ Արցախ երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանի խոսքով ծրագիրը հագեցած էր նաև արշավներով՝ Գանձասար, Ծմակահողի Սուրբ Ստեփանոս եկեղեցի ու Կաչաղակաբերդ։ Մենք հաղթահարել ենք Կաչաղակաբերդի բարձունքը, այնտեղ մի խումբ հայ երիտասարդներով, այսինքն 45 հոգի, թվով 45 հոգի հայ երիտասարդներով եկել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրներգը եւ այլ հայրենասիրական երգեր։ Ոմանց համար շատ դժվար էր, բայց կան նաեւ հայ տղաները, որոնք իրենց ուժի, խելքի օգնությամբ ճիշտ ճանապարհ եք վերցրել եւ մեր աղջիկներին օգնում էինք բարձրանալ եւ չէինք թողում իրանց, որ իրանք մտավոր թուլանան։ Հրաժեշտից առաջ ամփոփվել են արդյունքները։ Մրցույթներում լավագույնը ճանաչված եւ ճամբարի առօրյային ակտիվ մասնակցություն ունեցած երիտասարդները առաջ Արցախի պատվոգրերին են արժանացել։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։